Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրները վագընտիրները Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ կներկայացնենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Հայությունը կնշե 27 հուլիսը։ Լիզբոնի գործողության 43 ամյակի նշում։ Ադրբեջանի խորհրդարանը կփողոքե կոնգրեսի հայամետ նախաձեռնության դեմ։ Բաքուի մեջ դեղեցություններ պանդարգյալ հայ կերիներու ֆիզիկական վնասներու մասին։ Լիլիթ Կալստյան Քակիկ Ձարուգյանի թեմ գադարվածը գորագե Գարմիր կիձի խախտում։ Թուրքիա դագավին չէ ամբողջացուցած F-35 կնելու պայմանները։ 27 հուլիս է այսօր։ Լիզբոնի հերոսական գործողության 43 ամյակն է։ 27 հուլիս 1983-ին հայկական հեղափոխական բանակի 5 անձնազոհներ գրավեցին Պորտուգալի մայրաքաղաք Լիզբոնի թրքական տեսփանադունը եւ իրենց հետ բայթեցուցին զայն, երբ չկատարվեցան իրենց բանջները։ Անոնք ընդրեցին անմահությունը իմացյալ մահվանջամփով։ Իրենց մահով անոնք կյանք տվին ազգին ու գաղափարին։ Լիզբոնի հերոսական գործողության բսակադրումը եղավ 1975-ին յետք շղթայազերծված հայ տադի բայկարի ուժական փուլին։ 5 նահատակ հերոսներուն անձնազոհության, գաղափարաբաշխության եւ հայրենասիրության օրինակը աննախընթաց ազդեցություն գործեց հատկապես իր արմատներուն վերադարձող եւ հայ ժողովրդի արդար տադին համար հանձնարարություն ստանձնած երիտասարդության համար։ Լիզբոնի 5 պոցավարեցին ազգային ազատագրական բայկարի հուրը եւ դարձան հավերժական արժեք ու ներշնչման աղբյուր իրերը հաջորդ սերունդներու։ Դժվար չէ անոնց հերոսության եւ հայկական բանակի մերօրյա սխրանքներուն միջև ոգեղեն գաբը տեսնելը։ Լիզբոնը դարձավ նշանակալի ցանկրվան հայրենի հողի եւ իրավունքի համար մղված հետակա բոլոր բայկարներուն կեդաշենեն մինչև Շուշի, Տալիշեն մինչև Վարանկատաղ։ Այսօր իրենց նահատակութենեն 43 տարի ետք ազատության զոհասեղանին իրենք զիրենք նվիրապերած Արան, Վաչեն, Սետրագը, Սիմոն Նուսակոն դագավին մեզի հետ են ու միշտ պիտի մնան մեզի հետ։ Այնքան ադեմ, որ մենք կշարունակենք ապրիլ անոնց հիշատակով։ Անոնք կմեռնին միայն այն ժամանակ, երբ մեր մեջ կմեռնի անոնց արյամ շրջանավորված ամբողջական հայությամբ, ամբողջական Հայաստանի երազը։ Լիզբոնի օրերուն 43 դագավին առաջ երազ էր անգախ հայրենիք ունենալը։ Այսօր երազ է ունենալ միացյալ հայրենիք, գորուսյալ Արցախին վերադիրացած, Շուշին եւ Հադրութը դուն վերադարձուցած, Հայաստանի սահմանները անարիք ու հզոր դարձուցած։ Երազ է ունենալ Նախիջևանը, Հայաստանի սահմանները ներս, Չավախքը իր դակնապները հաղթահարած, Սփյուռքը Հայաստան վերադարձած։ Այս բոլորը երազ են այսօր, սակայն իրականանալի երազներ։ Եվ ճիշտ այս գբատկամեն Լիզբոնի հերոսները իրենց նահատակութենեն 43 տարի ետք Արցախի համար մարդնչող հին ու նոր անձնազոհներուն, թե աշխարհի դարբեր մայրաքաղաքներու մեջ թուրք-ազերիական սաթրանքներուն թեմ դիվանագիտական քաղաքական աշխատանք ծավալող հայ տադի մարմիններուն։ 27 հուլիս է այսօր։ Հարկ է խոնարհիլ Լիզբոնի նահատակներու վեհակույն ընձայապերումի օրինագին դիմաց եւ շարունակել իրենց ուրվագծած ջամպան իխնդիր հայության բատմական իրավունքներու ամբողջական վերականգնումին եւ հայ ազգի քերակույն իդեալներուն իրականացումին։ Գազագերբությամբ հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի երիտասարդական միության քարոշչական հանձնախումբին գիրագի 26 հուլիսի երեկոյան Բուրչամուդի ազգային գերեզմանատան մեջ դեղի ունեցավ Լիզբոնի գործողության 43-ամյակի նշումը։ Նախ Լիզբոնի 5-ի տամբարանին մոտ դեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն։
Հոկեանկստյան արարողությանեն ետք ցերնարգը բացվեցավ Լիբանանի, Հայաստանի, Արցախի եւ Հոհիտայի կայլերկներով։ Կայլերկներու ունգդրությանեն ետք բացման խոսքը արդասանեց Վարանտ Կիրագոսյան։ Աբախում մլեմականներ ընթերցեցին Լիզբոնի 5 դղոց կենսակրությունները։ Այնուհետև օրվան պատկամը փոխանցեց Գրիգոր Էկմեկչյան։ Օրվան պատկամին հաջորդեց դեսերիզի ցուցադրություն։ Ավարտին Հոհիտալեմի նվագախումբը ներկայացուց Պունչմա ազգային հեղափոխական երգեր։ Ցերնարգը փակվեցավ վերքերով լի երգով։ 24 հուլիսին Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնական փողոք հղեց Միացյալ Նահանգներու կոնգրեսին ներկայացուցիչներու դան արտաքին հարաբերություններով հանձնախումբին կողմէ 22 հուլիսին որտեգրված թիվ 9086 բանաձևին փոփոխության համար։ Հոդված, որում մեջ կոչ կուղվի Ադրբեջանին առանց նախապայմաններու ազատ արձակել Բաքուի մեջ աբորինի գերբով բանդարգված բոլոր հայկերիները։ Առաջարկը ներկայացվեցավ կոնգրեսի հայկական համախմբումի փոխադենաբեդ Բրեդ Շերմանի կողմէ, իսկ անոր զորակցեցան Ամերիկայի հայտարարի հանձնախումբը եւ արտաքին հարաբերություններով հանձնախումբի ադենաբեդ Բրայան Մաստ։ Շերման հայտարարեց. Բիդի շարունակեն բայկարիլ Ադրբեջանի կողմէ աբորինի եւ անարդար գերբով բանդարգված խոշտանգումներու եւ բռնություններու ենթարկված հայերու ազատ արձակումին համար։ Իր ղարքին Ադրբեջանի խորհրդարանը հայտարարեց Միացյալ Նահանգներու կոնգրեսի հայամետ այս նախաձեռնությունը միջազգային իրավունքի սկզբունքներու ոտնահարումի եւ հայկական շահերեն մեկնելով Ադրբեջանի վրա քաղաքական ճնշումի կորձիկ օգտագործելու օրինակ է։ Մարդու իրավունքներու եվրոպական դատարանին մեջ հայ քերիներու շահերու ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյան մամլո արձազրույցի ընթացքին ըսավ, որ Ադրբեջանի բանդերուն մեջ բանդարգված հայ քերիները գգրեն ֆիզիկական ծանր վնասներ։ Իրավապաշտպանը նշեց, որ այդ մտահոգիչ դեղեցությունները թեև կարելի չէ եղադստուկել, սակայն անոնք արժանահավատ են եւ չի բացառվիր, որ վնասները հարաճած լան խոշտանգումներու պատճառով։ Ընտանիքները մեզի եւս դվյալներ ներկայացուցին վատ տարածող առողջական վիճակի մասին։ Եթե այդ դվյալները ստույգ են, անոնք կրնան կյանքի հետ անհամադեղելի ելալ, ըսավ Սահակյան, ավելցնելով, որ ընտանիքները պատճառ չունին սխալ կամ սուտ դեղեցություն ներկայացնելու, առայդ այս բահուն մենք կվստահենք այդ դեղեկատվության։ Սահակյանն նաև ըսավ, որ դեղեցություն կա, որ գոդրվածքներ ունեցողներ կան։ Քերիներու հարազատները գահազանքեն, որ հայ քերիներու առողջական վիճակը օրե-օր գվատ տարանա։ Թեև անոնք խուսապին անուն եւ դվյալներ դալե, բայց եւ այնպես գահազանքեն, որ առանց բժշկական օգնության դարիներով ադրբեջանական բանդերում մեջ բանդարգված հայերուն առողջական վիճակը հետս հետե գվատ տարանա։ Մամլո աղբյուրներ կկրեն, որ այդ մասին ոչ միայն քերիները կխոսին, այլև հայերու դատաբարություններուն մասին ադրբեջանական լրատվամիջոցներուն փոխանցած գծկդուր դեսանյութերը կվգայեն։ Քերիներու ընտանիքները լուսանկարներեն կամ դեսանյութերեն կվերլուզեն, որ երբեմնի առողջ եւ բինտ տղաքը քանի մդարվան մեջ հյուծած եւ մաշած են։ Քերիի հարազատը դիտել գուտա, որ այդ բոլոր քերիներն ալ գտշկոհին իրենց առողջական վիճակեն։ Հերացայնեց ըսավ. Բոլորս վատ վիճակի մեջ ենք, մեկը սիրտեն կփողոքե, մյուսը գլուխեն, մենք ամբողջությամբ անդեսված ենք։ 19 հայ քերիներուն մեկ մասը, որ արդեն 6 տարի, իսկ մյուս մասը շուրջ 3 տարի ադրբեջանական բանդերուն մեջ կգտնվի, զրկված է բժշկական ստուգումները։ Եվրոպական դատարանին մեջ հայ քերիներու շահերու ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյան դիտել տվավ, որ քերիներու առողջապահական վիճակի մասին առարգայական դեղեցություններ ստանալու կարելիություն չկա, որովհետև միջազգային գարույցներու միջնորդությամբ հայ քերիներուն անգախ բժիշկներու հասանելիություն չկա։ Հետևաբար, ընտանիքներն ստացած դեղեցությունները կփաստագրվին եւ կներկայացվին այն գարույցներուն, որոնք կրնան տերակատարություն ունենալ։ Սահակյանի համաձայն այդ գարույցներն կխնդրեն միջամտել կամ դիվանագիտական երկխոսության ջամփով այս հարցերը քննարկումներու առարգատ հարցնել։ Սահակյանն նաև կնշե, Եվրոպական դատարանը թեև չի կրնար բարդացրել Ադրբեջանին անգախ բժիշկներու հասանելիություն ապահովել, սակայն կբարդավորեցներ Բաքուին քերիներու առողջությունը եւ անցերմխելիությունը ապահովելու եւ ցերմբա մնալու այնպիսի գործողությունները, որոնք վտանգի կտնեն անոնց կյանքը։ Նաև այդ նպատակով Եվրոպական դատարանը Ադրբեջանին կպահանջի բանդերու մեջ բանդարգված հայերու բժշկական փաստաթուղթերը։ 24 հուլիսին Պետական եկամուտներու կոմիտեի շենքին մոտ դեղի ունեցավ Պարկավաճ Հայաստան գուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։
Լրագրողներու հետ հարցազրույցի ընթացքին հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան ասավ. Ավելի քան ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական այլ ընտիմախոսներու բարակային կգադարվի ոչ թե իրավական գործ, այլ դեղի կունենա գամայականություն։ Գալստյան գասությունը բնութագրեց վրեժ, անպարոյականություն, գարմիր քիձերու խախտում։ Գալստյան նաև հաստատեց, որ իշխանությունները կփորձեն ձունգի բերել ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլև բոլորս։ Ան նկատել տվավ, որ իրավունքներու ոտնահարումը, վախի մթնոլորտի ստեղծումը ոչ մեկ կապ ունին իրավական պետության եւ ժողովրդավարության հետ։ Իրավական ամբողջ համագարկը դարձած է Նիկոլ Փաշինյանի ցերքին կորզիկ։ Հայաստանի մեջ շատոնց խախտած է սահմանադրական գարկը, սահմանադրությունը չի կորզեր։ Հայտնեց ան ավելցնելով, որ այս պայմաններում մեջ իրավունքի մասին խոսելու փորձերը հիմարություն են։ Մենք երբեք չենք մերժեր փողոցային բայկարը, սակայն մեծ նշանակություն տված ենք միասնական ինտիմատիվ ճակատի ստեղծումին։ Հայաստանի պետականության բավականության համար այդ ստեղծումեն բացի այլ ելք չկա, ըստ Լիլիթ Գալստյան։ Բարգավաճ Հայաստան գուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան երրորդ անգամ մլալով հարցաքննվեցավ։ Անոր պատկանող Երևանի Արարատ քինիի, կոնյակի եւ օղիի կորզարանի դնորեն Արման Թավթյանը ցերպակալվեցավ։ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Ծառուկյանը ցերպակալված է դուրքերը չվճարելու մեղադրանքով։ Միացյալ Նահանգներու արտաքին գործոս նախարարությունը կոնգրեսին ներկայացուցած պաշտոնական նամակով հայտնեց, որ Թուրքիա դակավին չէ կատարած ռուսական S-400 օդային պաշտպանության հրթիռային համակարգներու պահանջները, որում պատճառով F-35 ռազմական օդանավներու մատակարարումը պիտի չկատարվի։ Դեմոկրատ կոնգրեսական Ուեսլի Բելին հաստիակրված եւ 22 հուլիս տվագիր նամակին մեջ կնշվի, որ F-35-ի ծրագիրին վերադառնալու համար Թուրքիա պետք է ամբողջությամբ հրաժարի S-400 օդային պաշտպանության համակարգեն եւ երաշխիքներ դա, որ աբակային նման համակարգեր պիտի չքնե։ Հակառակ դարակարծություններուն Վաշինգտոն եւ Անկարա կշարունակեն բանակցիլ S-400-ի հարցի լուծումին եւ օտանի համագործակցության ամրապնդման համար։ Հակառակ Բաղեստինյան Համաս կազմակերպության հետ Անկարայի գաբերուն մասին կատարվող քննադատություններուն նամակին մեջ նշված է, որ Թուրքիա իր ասացությունը կորզածած է Համասի քաղաքական ղեկավարության վրա Միացյալ Նահանգներու նահանգային Գազայի խաղաղության ծրագիրը ընդունելու եւ զինադադար հաստատելու համար, ինչպես նաեւ դարձած է նոր գազմավորված խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Միաժամանակ նամակին մեջ կքննադատվի այն իրողությունը, որ Համասի իր գործունեությունը ազատորեն կշարունակե ծավալել Թուրքիո մեջ։ Հարկելու ընկերներ օրվան հետ բաժինով այսօր կներկայացնենք ազդակ օրաթերթի խմբակրականը, որ նվիրված է Լիզբոնի գործողության 43-ամյակին։ Լիզբոնի պատգամներուն թեմ բացված համազարգը։ Լիզբոնի գործողությունը հեղափոխական ավանդներու վերադարձի գարկախոսով իրականացված շարքերուն մեջ եզակի էր ոչ միայն իր ոճով, դարողությամբ եւ անկերազանցելիությամբ, այլ նաեւ առաջադրանքային հավելումով։ Մինչև այդ հիմնականին մեջ միջազգային լրության բադը կանտելու միտված արարքներով կփնութակրվեին հերոսական արարգայացումները։ Լիզբոնի դղոց բարձ ոչ փողերային եւ համեստ ուղերձներուն մեջ գարմիր թելի նման գանցներ իրավունքներու վերականգնման նպատակը, որ դրամապանական շարունակություններ լրության բադի կանտումին։ Այդ իրավունքները անհատական, համայնքային, տեդարացկային հայ ժողովուրդին էին, որ այդ օրերուն չուներ պետություն, անկախ հանրապետություն։ Այդ իրավունքները նաև անկախ պետականություն ունենալու կվերապերեին, գերիշխանություն վաստակելու եւ բոլոր պետություններուն համահավասար ջանցվելու, արարելու եւ զարգանալու։ Լիզբոնը ոչ միայն լրության բադի կանտումին հաջորդած պատմական արդարության վերականգնումներ։ Այդ պատմականության մեջ անկախ Հայաստանի վերականգնումը եւս իբրև նպատակ առարգա էր։ Հայաստանի Հանրապետության վերանկախացումեն յետք իրավունքներու վերականգնումը ցեղասպանության հետևանքներու վերացումեն սկսելով պիտի ստանցներ պետությունը, անկախ պետությունը։ Ժամանակ պետք էր, որ ցեղասպանության ճանաչումը, որ առաջին իշխանության օրով դուրս եկած էր արտաքին քաղաքականությանեն, վերադառնար պետական օրագարկ։ Ժամանակ պետք էր, որ պետական բարձրակույն ամբիոնեն հնչեր Սևրի եւ իրավարար
վճիրի այժմիական եւ իրավական նշանակության մասին հայտարարություն։ Ժամանակ պետք էր, որ որդեգրվեր հադուցման թղթազրարի պատրաստության անհրաժեշտությունը ընդգծող համահայկական հռչակագիր։ Ժամանակ պետք էր դակավին, որովհետեւ հայոց ցեղասպանության 100-րդ դարելիցի գարույցը pedagogan որոշումով սկսեր վերափոխվել համազգային խորհրդի, որուն առաջին բարդականություններն պիտի ըլլար հադուցման իրավական թղթազրարի պատրաստությունը։ Այս ժամանակը վերադարձավ իշրջանես ուր։ Հսկայական նահանջ արձանագրվեցավ ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնային օրակարգ չնկատելով, Սևրն ու իրավարար վճիրը հայտարարություն եւ արաբելաբաշխություն համարելով, նույնիսկ բادرազմի վտանգը մոտեցնող խոսք նկատելով, հադուցման մասին ոչ թե անգարկ չկատարելով, այլ նաեւ այդ հղացքն անգամ հագաբեդական դիրքորոշում ընկալելով։ Իսկ համազգային խորհուրդը իրողապես չեղարգվեցավ այսպես կոչված իրական Հայաստանի քաղաքապարախոսությունը պատկերացնելով։ Լիզբոնի կորձողությամբ հանրահրճակված ուղենիշները այս ցևով ոչ միայն դուրս մղվեցան pedagogan տաշտեն, այլ նաև հսկայական ջիկ կորզատրվեցավ, որ անոնք դուրս մղվին նաև հայերենի հասարակութենեն։ Լիզբոնյան ուղերձներուն դուրս մղումի քաղաքականությունը բաժանարար էություն ունի ոչ միայն հայերենիք սփյուռքիցին, այլ նաև ներհայաստանյան եւ ներսփյուռքյան մագարտակներու վրա։ Իրականի եւ վերագանքնելի այս բարակտիչ հարգադրումի փորձերը չեզոքացնելու հրամայականին արժեվ կանգնած է ամբողջ ասկը։ Գանխարկիլելու այս ուղեկիցին հասարակական տաշտի կրավումի հետևողական փորձերը։ Ջագադակրորոշ չրբաժան է նաև սահմանադրության փոփոխության հարակվեն։ Հոն է, որ ժողովուրդը պետք է մերժե բարակտումը, ոչին մեջ ամրակրելով բարդատրվող փոփոխության մերժումը։ Լիզբոնի դղոց բարձունակ եւ ռոմանտիկ ոճով փոխանցած պատկամները հասան մինչև 1990 անկախության հռչակագիրի դողերուն մեջ իբրև ցեղասպանության միջազգային ճանաչումի սադարում, պատմական արտարության վերագանքում եւ համայն հայության իղձերու կենսակորձում։ Անկախության հռչակագիրի այդ բաժինները իրավական փանացեվումն են եւ պետք է շարունակեն մնալ Լիզբոնի դղոց ամենեն համեստ ըսելացեվերով հայտարարած նպատակներուն, որոնց համար անոնք զոհաբերեցին իրենց կյանքերը։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացայնեն ներգայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը եւ օրվան հետ հաղորդումը։ Ցեզի հետերցայնի հաղորդավար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։